Փարքիսուսին շնորհակալ ենք այս լավնարարության համար։ Պաստոր Հովհաննես, շնորհակալություն այս լավնարարության համար, այս հրաշալի ժողովրդի համար, որ Աստծուց շնորհք ու իրավունք ունենք ծառայելու մի ամբիոնից, որտեղ որ դու ես ծառայում։ Պարտիրոջը, քո համար ախպերս։ Երկու բառով, երկու նախադասությունով Հովհաննես Եղբայրս ասեց իմ մասին, կարծում եմ, որ այդքանը բավարար է, որովհետև այդքան շատ մեր մասին որ խոսանք, Հիսուսի մասին խոսալու ժամանակ չի մնա։ Ուղղակի ամեն տեղ ուզում եմ արդից օգտված ելնեմ, ոնց որ մի երկու անգամ դրա համը տեսել ենք, էլի, որ եկեղեցիներում որ հրավիրում են գնում եմ ծառայելու, ասում եմ, որ մենք եկեղեցիներ ունենք համ Գյումրիում, համ Արմավիրում, համ Ստավրապոլում։ Եթե պիտի ձեր բարեկամներին ուղարկեք եկեղեցի, այդ քաղաքներում ամենալավ եկեղեցին մերն է, մեր մոտ ուղարկեք։ Չեմ վիճում։ Բայց ամենալավը մերն է։ Փարքիսուսին, ուրեմն մի նյութի մասին եմ, ես լավ սիրուն մթնոլորտում, Աստվածասարքես մթնոլորտը։ Իր ներկայության մեջ ուզում եմ իր խոսքով բաժնեցեմ ձեր հետ։ Դա Հակոբոս 4-րդ գլխի առաջի խոսքից մի հատված կարդամ, ժողովուրդ ջան։ Որտեղից են պատերազմները և որտեղից են կռիվները ձեր մեջ։ Չէ որ ձեր ցանկություններից, որոնք ձեր անդամներու մեջ կպատերազմին, կցանկաք ու չունիք, կսպանեք ու կնախանձիք և չեք կրնար ձեր ուզածին հասնել։ Կպատերազմիք ու կկռվիք, բայց չունիք, վասնզի չեք խնդրել։ Դու նույնիսկ եթե կխնդրեք չեք առնել, քանի որ չարաչար կխնդրեք, որպեսզի ձեր ցանկություններուն բանեցնեք։ Ինչ ենք մենք տեսնում, այսպես, առաջի հայացքից, ցանկություն կռիվ, առնվազն մի քանի անգամ այս երկու բառերը կրկնվում են, ցանկություն ու կռիվ, գիտեք Հակոբոսը ում ա գրել այս նամակը, Իսրայելի ցրված ցեղերին, 12 ցեղերին, այսինքն արդեն Աստծո խոսքը իմացող մարդկանց, հավատքի մարդկանց։ Եթե վերցնենք ոնց որ մեզ եկեղեցում արդեն իսկ Հիսուսին ճանաչող ժողովրդին, Աստծուն ճանաչող ժողովրդին։ Դե լավ դա, աշխարհի մեջից փախանք կռիվեր, ցանկություն, եկանք ու մի հատ ստեա։ Չէ, որ փաստարձանագրենք ունենք։ Մի փոքր, ուրեմն նրանց համար ովքեր որ եկեղեցի են եկել ու նորից էլի այս ցանկությունն ու կռիվը եկեղեցում տեսնում են ու բողոք կա, այմարդ աշխարհի մեջ կռիվ, ստեղ էլ կռիվ կա, չէ, մեկ այս մի փոքրիկ թեմա, հատկապես քույրիկների մեջ որ բռնկվում է եղբայրներն են, որը գտնել իրաց խելքին, եկեղեցին ասում է բաժանության եսրին արդեն։ Ուզում եմ ասեմ, որ սա բաղնիք է նաև, ինչպես տիրոջ բանակն է, հիվանդանոցն է, տիրոջ ճաշարանն է, այգին է, նաև բաղնիք է, լվացվելու տեղ է։ Եվ ինչպես դու ես եկել լվացվելու, քո չարնայվածքից, քո նախանձից, սեն շարունակ, հնեց էլ կողքին հետ է եկել։ Լսի, եկել ես լվացի գնա, ոչ թե ուրիշի տրապին նայի։ Իսկ ինչո սապոնա ջուր կերտ էդ վախպեր, քեզ ով է խնդրել են այդ, վերև նայի մաքրուր ջրին։ Հետո դու քո տրապին նայել ես, բայց քո վրից ինչ է թափում, շնություն, հայություն, չարնայված, նախանձներ, մենք բոլորս եկանք ու ստեղ մաքրվում։ Դե մինչև կմաքրվի, սրան նրան հետ մի քիչ վնաս կտանք։ Հենց էլ դու, երբ որ կողքին հետ մի քիչ քեզ անհարմարություն է պատճառում, ենթադրենք բամբասող է, կամ պաշտամունքի ժամանակ քնում է, ախպեր կողը մի նստի, հետը մի բռնկվի բամբասանքի, բամբասող, լսի որն է իսկ գիտես, եթե հետը չես բամբասվել։ Մեկ ասում է հովիվ, բայց
նոր եկել է ուզում հաստատվի տարի առաջվա պատմություն եմ ասում եմ մեր եկեղեցում ուզում հաստատվի այդպես ոնց որ ասում եմ բայց լսի քո եկեղեցում ոնց որ սաղ սիրում են քեզի ուզում է ինձ գովաբանի բայց չի իմանում որ ինքն իրան քննվում է այդ որ դու չես ուսումնասիրել չես փորփրել որ դե իսկ գիտես Մետեից ուզես ծակես մտներ, չէ, որ սաղ դեմ են դրե քեզի։ Այսինքն, դե դու վատ մտքեր ես ունեցել, պատնեշի ես հանդիպել, Փարթիրոջը, հալելույա։ Կռիվ ու ցանկություն, այսինքն ստացվում է կռիվ անհաճելի բան, որը առաջանում է ցանկությունների պատճառով։ Ինչ ցանկության մասին է խոսքը։ Նախ արձանագրեմ կռիվը ինչի մասին է իրար մեջ ու մեր անդամների մեջ, հենց մեր մեջ է կռիվ կա, որ մարդ էլ չնի առավոտ քո հետ կռվելով զարթնում ես։ Այդ ցանկությունը որ քո մեջ է, նախ քո մեջ է կռիվն ընկնում։ Երբ այլն որ ասես, չէ, այդ Աստված աննկարագրելի, իմ ու քո Տերն է, ու մենք ճամփեն քայլա ժամանակ է կռշտելով ենք գնում։ Երկու ասպեկտ, մեկ իրար մեջ, ընդհանրության մեջ կռիվ, մեկը մեր ներսում կռիվ կալը չի պրծել։ Բարի լուր ունեմ նրանց, բոլոր նրանց համար, ովքեր որ ուզում են պրծնի, կպրծնի։ Հիմա տեսեք, ցանկության պատճառով է դա ի հայտ գալիս այդ կռիվը։ Մենք ուզում ենք, որ մեր մթնոլորտը այնպեսի լավը լինի, ախր գիտեք բանը ինչու՞մն է, ժողովուրդ, որ եկեղեցին դա փակ բաժնետիրական ընկերություն չի, ազգություն չի, էլի, որ մի խայսեթի ենք, մի բնավորության հավաքվել ենք 50 տղամարդ մեր ազգից, արյունն էլ նույնը, նույն ձևի մենք մեզի գզել ենք, պրիրոդային դուրս գալիս, հարսանիք ենք դուրս են գալիս, փակ է մեր ընկերության, մենք արդեն մեր ձևի դաստիարակվել ենք, կռվարարա մեր ձևը կռվարար ենք, չգիտեմ, այդտենց դաստիարակություն ունենք, կռվարար չենք, ինտելիգենցիաների ցեղ կա, չէ՞ տենց, այդ ենք, այդտեղ մեր բաց բաժնետիրական ընկերություն է, այս մի կռվարարից պրծնում ենք, մյուս կռվարարն է ապաշխարում, բարով կա, հազարները տենց կան։ Դրա համար մենք անընդհատ կարիք ունենք, անընդհատ մեր ընդհանրության մեջ, Քրիստոսի եկեղեցու մեջ, ժամանակ առ ժամանակ, այսպես մեզանից տալու են հավատքը, որ նոր գալացող կռվարարը հասկանա, որ ինքը շատ շուտով պրծնելու է, բայց որ գալիս այդ 20 տարվա հավատացյալ հələ կռվում, ասում է, ահա, ուրեմն 20 տարի ես եմ պիտի կռվեմ, որտեղից է այս ցանկությունը։ Ոսով եմ արդեն մտովի հետ գալիս եք, չէ՞ որտեղից է այդ ցանկությունը։ Դա ծննդոց գրքում նկարագրված են պատմությունն է, որ մարդը ստեղծեց, Աստված ստեղծեց մարդին, դրեց, դու գիտեք, որ աշխարհը այն վաղ սենց չէր։ Լավ սիրուն աշխարհ է ստեղծել, որ կարելի ասել դրախտ էր ինչ իրանով, որ մեջը մեղք չլինի, փուշ չլինի, տատասկ չլինի, մեկը մեկին չուտի դրախտ է, էլի։ Մի հատ էլ է դրախտի մեջ, մի հատ ուրիշ դրախտ ստեղծեց, այդ աննեղանչական աշխարհի մեջ Եդեմի պարտեզը ստեղծեց։ Ինչ ասա ցույց տալիս, որ Աստված մեր համար ուզում է լավից լավը տա ու տալիս է։ Եվ մարդին ասել է, այս ինչ ստեղծել եմ քոնն է գալիս։ Ապրի, վայելվի, ուզում ես են ծառի հովին նստի, ուզում ես են ծառից կե, ինչ, ուզում ես արա, ես մի ծառից չուտես, կերար կմերնես։ Եվ Եվան այդ օրը մենակ պտտվում էր ու հանկարծ օծը սկսեց հետը զրույց ունենալ, որ բոքեց ցանկություն, առաջի ցանկություն այդտեղ ենք տեսնում, որ ուտես ես ծառից, Աստված ես լինելու, և Եվան որ նայեց ինքը հաճելի էր, ծառի անունն էլ ինչ էր, Բարի շարի գիտության ես ճիշտ եմ լսում, դու ինչ-որ բարի բաներ էլ ես ասում այդ ծառի նկատմամբ։ Իմ տպավորության մեջ ոնց որ թե ծառը, վայ, այդ ծառը մեզի գցեց այս օրը։ Բայց այդտեղ անվան մեջ կա բարի չարի գիտության։ Բարի է։ Տեսեք, ցանկությունը որտեղից է առաջանում մարդի ոչ ժողովուրդ, որ իրան թվում է, թե դա իրան բարի կլինի։ Տղա թարթիչները սրած, սենց, աղջիկ ասեց, բարի, հաճելի, սենց ասում, սրան որ տանեմ տուն, մեր տնեցիներով կխերվենք,
2 տարին գնում հետևից, համոզում, ծաղկե փնջեր, վերջը սիրտը առնում, տանում, ամուսնանում են, հրաշալի, մի ամիս հետո լեզուն փոշտով գալիս է ու բարի էր, հաճելի էր, բայց կատարյալ չէր։ Այս աշխարհում ու ամբողջ տիեզերքում մի բան կա, որ համ բարի է, համ հաճելի է, համ էլ կատարյալ է, որն է? Աստծո կամք բառը որ փոխենք սարքենք Աստծո ցանկություն կլինի։ Մեր ցանկությունը կարա լինի բարի, քանի որ ծառը բարի չարի, բարի էլ կար մեջը։ Բարի, կինը տեսավ եւ հաճելի է։ Հաճելի եւ դա ուզում է քեզ սարքի Աստված։ Մարդը ինչի է ձգտվում այդ բանին ցանկանում, որտեղ աստվածային հնարավորություններ կստանա։ Ամեն բարի հաճելի բանի մեջ մարդը աստվածային հնարավորություն է ման գալիս։ Այստեղ է որ ուզում է ուտեմ դառնամ Աստված։ Նա աստվածային հնարավորություն է ուզում ձեռք բերի։ Երկու խոսքով միջանկյալ։ Ժողովուրդ, Աստծո հնարավորությունները ունենալու համար պարտադիր չի որ դու Աստված դառնաս։ Օրինակ, եթե իմ հոպարը մի բանի լավ գործարանի գեներալի դիրեկտոր է, պարտադիր չի ես այդ գեներալի դիրեկտորը դառնամ գործարանի, որպեսզի իր հնարավորություններ ունենամ։ Հոպարի ջանուր ուրբան, հոպարի հնարավորությունները ջեբս դրած է։ Այդպես է թե չէ։ Աստծո հնարավորությունները ունենալու համար Աստված Աստծո հետ լավ հնարավորություն են ունենում, ոչ թե ուզում են Աստված դառնալ։ Աստծո հետ լավ հարաբերություն են ունենում, սխալվեց։ Տեսեք, մարդը ինչա ուզում Աստված դառնալ։ Ինչքան բարեկամներ ունեն, որ բժշկվելու կարիք ունեն, փողի կարիք ունեն, Աստված դառնալ, սաղի բժշկի, սաղի փողի, բայց սուտ է, էլի, որ բժշկվո, որ հանգարց աստվածային հնարավորությունը գալիս են, ոչ մեկն չի ուզում տա։ Բայց սկզբից այս նկատառումն է, էլի, սրա համար է ուզում դառնալ Աստված։ Բարի է, հաճելի է, բայց կատարյալ չի։ Նույնպես էլ աղջիկները տենում են միած սիրուն տաղա, քյանքյունը սարքած, բոյով, բուսատով, ինչ ավտո ասեմ աղջիկներին, ինչն է մոդա, մակլարենն է, չգիտեմ որն է, էլ ինչ կա, զիմրել որ կա, ինչն է, Ֆերարին է, հա, այդպես, ու ասում է այս տղի ուշադրությունը որ գրավեն, բարի կողքը նստեմ, հաճելի, սենց, սվեծերքոմ, հնած, ոնց որ, հա, լսի, սիրուն աղջիկ, ուզում եմ ասեմ, որ մենակ դու չես տեն շուստի, որ այդ տղին տեսել ես։ Եթե քեզի հաջողվի էլ դու նրա կեսը դառնաս, քեզի կտանի կդնի իրանց տունը ու 40 հատել որ տեսել են, նրա դեպի ֆրֆրնա։ Բարի է, հաճելի է, բայց կատարյալ չի։ Կատարյալ կարող է դառնա, երբ որ մենք բարից, հաճելից ավել նայում ենք նրա ուզածով, որ սա իմը լինի, կատարյալ կլինի, թե չէ։ Այ մենակ սենց կարա կռիվ չլինի։ Թե չէ, այ մարդ մի հատ շորի համար, նույնիսկ եկեղեցում ավելի համար են գրվում իրար, ասում են ես դիավոլ էի այդտեղ։ Աթոռի համար են գրվում, էսի իմ տեղն է, ասքի ես հովի ունեմ 15 տարի եկեղեցու, ես իմ տեղը չունեմ, ո՞ց եղավ քո տեղը, այ բալամ։ Բարի է այդ տեղը, հաճելի է այդ տեղը, ասում են։ Մի հատ Եհովայի վկաներից մի հատ կին տարիներ առաջ էր Գյումրիում, այդպես միտքը բացվել էր եկավ մեր մոտ, 1, 2, 3 մեկա մոտիկացավ ասեց հոյ ջան կլինի ես այդ երկրորդ ռյադը նստեմ։ Ասացի նստի, հետո մեր մոտ մի քիչ տենց խարիզմատիկ բաներ կար, կյանքի խոսքի պես դրսևորումներ ունեինք էլի, առաջի ռյադը ուրիշ վերին արտիստորներն էին նստում այդպես։ Հա, դե բան սրտովս չէր, բայց թույլ տվեցի, ասացի դե նստի։ Անցավ տարիներ շատ էինք մտերմացի, ասեց որ նոր գալիս էի մեր եկեղեցի, մի հատ դիսիկ տեսա, բանից մտաններս, եկեղեցուս մտաններս տեսա Հիսուսը սենց բանով, ոնց որ աշկիս են, այդ առաջի ու երկրորդ ռյադի բոլոր մարդկանց խախա վերևում էր։ Լսի, դրա համար ուզեց արգազ դες երկրորդ ռյադ, ասում եմ ճիշտ ասած այն ժամանակը տես մտածեցի էլի։ Մարդը բան ա տենում ու իր կարճ մտածում, որ Հիսուսը մենակ այս առաջի երկու ռյադի մարդկանց ա օրհնել, էլի, գլխավերևը ինքն ա թվում։ Հիմա այնքան բաներ կա, որ մենք այս կրոշպես տեսիլքով չենք տենում, բայց մեր պատկերացումների մեջ բաներ ենք տեսնում ու դրա համար սկսում ուրիշներին զրկել։ Այդ ցանկության պատճառով այդտեղից առաջանում է ինչ կռիվ։ Մի փոքր, մի պատկերացնում ես, համոզեց, Ադամին էլ ցանկանալ տվեց, Ադամը կերավ ու հանկարծ Աստված հայտնվում է։ Ադամ, ինչ արեցիր։ Հիշում եք, ուր ես, այս ոնց եղավ, այս սենց հերթով հարցեր տալով, տեսեք,
մարդիկ առասարակ, որ մեր մի հատ հանցանք են գործում ժողովուրդ, 3-4 հոգով գողություն են անում, դա խմբակային է, էլի, խմբակայինի համար կարծեմ 6-ից 8 տարի է, երբ որ դու մենակ ես, 1-ից 3 տարի է, և իրար մեջ պայմանավորում մեկը վերցնում է իրա վրեն, այն մնացածը դուսը մնում են, որ դրա ընտանիքին տերն են, հնարավոր է փողով ազատ են, լսեք, Ադամը չի դատվել մենակ այդ հանցանքի համար, Ադամը նաև դատվել է հզիկության համար։ Չէ, դա ժարգոնային բառ չի, դա բարբարային բառ է, շուտ կնամոտ, կանանց դեմ բան չունեմ, տղամարդը որ կնամոտ է, այս դա դեմ բանում է։ Ինչի, կերել է սիրուն ասա աստղաժան, հեկիվի կերել, մեջ հավալախ կե գնա կամար, պրպրզնենք, ազատվենք, կնգանել է դետ պաստավ կայսամ ներողություն արտայությունանս համար։ Դա խմբակային հանցագործություն է, դա վար միջև դեսոր մենք քաշում ենք հետ։ Խմբակային, ու քանի որ այդ երկու մարդն էին աշխարհի վրա, ստացվում է, որ սա աշխարհ այդ խմբի մեջ էր, մենք էլ հետները։ Հիմի տեսեք, ցանկությունը արդեն ներգործեց, մահ կա, չկա։ Առաջի բանը, որ տեղի ունենում, դա չեն մահանում, իրենց մոտ տպավորությունը ստեղծում, որ Աստված սուտացան, ասել էր ուտեք, կմեռնեք, երան չմեռան։ Սկսում է Սատանան աղավաղել մարդի մտքի մեջ արդեն Աստծո խոսքը, որտեղ Աստված խոսք էր ասել։ Ուտեք, կմեռնեք։ Մի մարդը մի բան արեց, Աստծո ասացի դուս ու չմեռավ։ Հիմա իրաց մոտ քցել բռնելու բանա։ Ընդամենը ինչից զրկվեցին, եկե մի պարտեզից, դե ոչինչ դուրս է յոլակ այդ համ, կարևորը չմեռան։ Հետո ենք մենք անում, մի հատ էս որ վտանգավոր մեղք են գործում, գիտենք ես Աստված տալու է վերևից եսի մի չնե։ Բայց չէ որ նրանց թեթև խայտարակ են տալու ուղղակի ասենք ամեն կարելի հարմարվել սրա։ Ոսած կամած հարմարվելով հասանք միջև ստեղ։ Հələ որ հարմարվում է մարդկությունը։ Ծնվում են երեխեքը։ Նկատեք, Ադամի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Աստված ջղային Աստված է ու վերցնող Աստված է։ Մեր բաներ արեցինք մարդու կնիքի, մի կարելի է դրա համար բեզից տես բռնդեցիր այդ ընտիր տեղից։ Հələ են մյուս տեղներ այդպես չմնաց, ընդ Էլանից էցիկ փուշուտատաս կապուսցնում, երեսի քրտինքով են բաց ուտում։ Գերում Աստվածաշնչում։ Դա ծննդոց չորրորդ գլուխն է, 4-ի առաջի խոսքից։ Եվ Ադամ գեցավ իր Եվակինը ու անհղացավ ու Կայենը ծնավ։ Եվ ասեց ես մարդ ստացա։ Կայեն գիտեք ինչ նշանակում ժողովուրդ։ Ստացված, մարդ ստացա։ Գիտեք որ առաջներում մարդկանց անունը դնում էին ըստ տրամաբանության կամ ըստ նշանակության։ Հիմա էլ մենք օրինակ այդպիսի անուններ ունենք, Անդրանիկ, Պարքև, Նշան, Մկրտիչ, Մնացական, Հարություն, Պատվական։ Հիմա ուղղակի մեր մոտ այդպես տպավորություն է, անուն ենք անչում, սիրուն, բայց վերցենք մի քիչ տարօրինակ անուններ, էլի, օրինակ։ Մարդը ծնվեց, մաման ցավով ծնեց ու երեխի անունը բռնեց դրեց տրտմություն, Գաբես։ Տարօրինակ չի, մարդու անունը տրտմություն։ Այդ երեխան դպրոցի հայտում ասում են, տրտմություն դասեր սովորել ես թե չէ, այդ տրտմություն մասի ճաշի կտկեր, այդ տրտմություն չգիտեմ արի քնի, այդ տրտմությունը չես տրտում, բե ինչ անի։ Մեկի մաման շատ աղոթում էր, որ Աստված իրան երեխա տա, տվեց, բռնեց, դրեց երեխան դրեց, Աստված լսեց, Սամվել, այսօր սովորական է, չէ՞, մենք որ Սամվել ենք ասում, իրենք դեպի անուն է, բայց դա ըստ մարդի ապրումն էր բրես դրեց իր երեխի վրա։ Մեկը ասեց, ես մեր երեխան էլ որ ունենամ, շատ պտղաբեր կլինեմ, Աստված այդ երեխան դրեց, բռնեց դրեց անունը Եփրեմ, պտղաբեր։ Մեկը բռնեց ջրից երեխա գտավ, դրեց ջրից գտած, Մովսես։ Ուսեց անունները ըստ նշանակության եկան։ Առաջի մարդը, որ արդեն մարդից ծնվեց, դրեց մարդ ստացավ։ Գիտեք ինչի հենց այս անունը դրեց, որտեղ իր մոտ տպավորություն էր, որ Աստված վերցնող է ու տվող չի։ Եդեմը իրան ձեռից վերցրեց։ Մի բանի ցանկացի ու Աստված վերցրեց։
Գիտես, ցավով եմ արձանագրում, բայց այսօր շատ հավատացյալների մեջ տպավորություն ասում ասին, էսի ջղայն, բարկացած, դե վերացած աթոռի վրա նստած մի հատ ծեժու կա, որ մի բան անում ես, միանգամից ջղայնանում ով։ Վերցնում է անմիջապես։ Բայց իմի որ տվեց, վրացին անու դրեցին ստացված, մարդ ստացավ, էլի տվեց։ Այս կարոզի վերնագիրը սենց է, Աստված էլի կտա։ Երեք ինչ են մարդիկ իրար հետ կռվում, առաջ են ունդնում է քիչ ասեն, որովհետև երբ որ այս մի հատ ագնոցն է, ես ու ախպեր անունը չնորոշ Աշոտի հետ ես ինչի եմ կռվում, որովհետև ասում են Աշոտը որ տանի ինձ չի մնայել, բայց երբ որ ասում ասին իմ հայտնությունը, տպավորություն լինի որ նա տվող Աստված է, էլ հետը չեմ կռվի, Աշոտ ջան, քեզ լինի, Աստված ինձ էլի կտա ախպեր։ Սրա վրա է ցախ խոսքը, սրա վրա է կառուցված լինելու։ Ես հակերկնելու եմ, Աստված էլի կտա, մի կռվի քաղցրս, ինչ տապակաս, Աստված էլի կտա։ Ամեն։ Պարտադիր չի իմ ձեռից վերցրես։ Աստված քեզի քոնը կտա, ավելի լավը կտա։ Էդի իմ հափովա ու ես տանում, իզուր տեղը դի տանես ծախսան, ես պարտնոյին բանանալ տաս, ես իմ կարնալ տես կարի, չկարի։ Իմ չափելով սարկած է, թողնա իմ վրան, էլի պարտադիր դի տանես։ Լսում ես։ Քեզի քո չափով Աստված զակազար է, ջահելներ ջան, ամուսին, կին, քո համար, հարմար, սիրուր, Աստված զակազար է, ուրիշի ձեռից մի թռցրա։ Դուք նկատել եք, մարդիկ վախենում են, ասում, որ ես կատարյալ Աստծու կամքը խնդրեն, որտեղ մտածում են, ներողություն եմ խնդրում, որ Աստված տունը մնացած, քոր, կախ, ինչ կա չկա կապի այդ մարդի ջան, հենց որ ասես Աստված ջան քո կամքը թողնի, ամենավատ էս Աստված կապելու է քո ջան, որ մնացել է իր վրա, հեսա տալու է քեզ։ Դրա համար են մարդիկ վախենում Աստծու կամքը խնդրեն ու իրանց ձևի են ընտրում։ Նայեք, դու նկատել եք, որ Ադամը երբ որ զարթնեց, մենակ այդտեղ Եվան էր, ոչ թե Նարինեն, Կարինեն, Մարինեն, Սուզաննան։ Մենակ Եվան էր։ Ու հելա ուզում, վա, օրեսի մամոր, ես շլավն է։ Ասի, եթե դե Նարինեն, Կարինեն, Մարինեն եւ այլ լինեին, մեկը ինքը Եվային էր հավանել, ինչի որտեղ Աստված գիտեր իր ճաշակը։ Դիտմամ, ինչ որ մի բան չի կապի մեր ջան Աստված։ Նա կտա մեզ այն, ինչ որ ինքը գիտի, որ մեզի պետք է։ Ամուսնությունից բռնած ավտոյից հելացել, հեռախոսով ամեն ինչով։ Իրան վստահել է պետք ուղղակի։ Նա տվող Աստված է, վերցնող Աստված չի։ Ամեն։ Դուք նկատել եք, որ Եվան զարթնեց, այդպես չէր, որ ընդեղ մենակ Ադամներ, Սամվելներ, Կարեններ, ուսանչար, տեսավ Ադամն է, ու մի անգամից ասեց, արա, ես սրան կնդրեի, եթե նույնիսկ Սամվելն ու Վարդգեզն ու մյուսներ լինեին ստեղ։ Հետ մի հատներ, կարելի է բոլոր բաների մեջ իրան վստահել ու ասել, ես գիտեմ, դու տվող Աստված ես, ես չէի մտածում, մորս որովայնի մեջ, որ քո մատները ինձի կազմակերպում են, դու իմ բնավորությունը լետը գիտեր, դու գիտես, ավելի լավ գիտես ինձ ինչա պետք ասել ես։ Դե չէ, թարտիժները սրած աղջկան տանելու եմ, դու տանելու եմ դրան հեզավելի աղջիկն է, վերել քաշվեն։ Մարդ ստացա, հետո Աբելը ծնվեց, երեխեքը մեծանում են, դուք նկատել եք, որ խոսակցություն չկա, որ իրենք Աստծու Ադամ, Եվա, Կայեն, Աբել, Աստծու հետ խոսում են, Աստծու անունն են կանչում, աղոթում, չկա, վախեցած են։ Մեր հավատացյալները սրտով Աստծուն վախենում են կանչեն, որովհետև մի անգամ հետը գործ են ունեցել, երկուս գործ են ունեցել, էլ ձեռներից առել է։ Ես նկատել եմ, պաշտամունքի նորից զգուշացած են գալիս, մինչև ընծայի բաժին անցնի, որ ասված բան չվեկալի ձեռներից։ Անցնի նոր նստեն։ Ես տեսակ էլ Քանի տարի եք արդեն բան, 5 տարվա հավատացյալներ կաս է, տենամ ձերներ 5 տարվա, 10 տարվա, հետ դուք եք մեր եկեղեցու տեսած, են զորոտի համոզենք, որ ձերներն եք բացստեք։ Մնացած եք քան թարմ հավատացյալ է, թապտազ հավատացյալ է սաղորի։ Չէ, հին։ Ավելի հին, չես գոն է 5 տարվա։ Դու գիտես, որ ամեն կիրակի, բազմապատքի, անդատ փող ես տվեստը։ Ու չես աղքատացել։ Ընդհանրակ, հելը Աստված ավելի ատվել, այն որ եկար հիշում ես ժիգուլով դակ սենց եղավ, բայց մի կոքշած ավտոն տեսել ես, ողքից մեկը նայում քեզի նախանձվում է, քո զարգաց տունը, քո կազմած ընտանիքը ամենակարևոր, այն անգամ
Գյումրիից Մերկուրիից մեկը զանգի կիսում հետս ասում է Օլի ջան, ինքն էս բադ գալացող հավատացյալներից են, լավ դեց օրինակ ելիների չի էլի։ Ասում է, ուրեմն տեքորս ընտանիքներին եմ նայում, քարուքանդ վիճակ։ Նայում եմ ասում եմ, ես իսկոն վատ հավատացյալ եմ, չի համեմատվի դրանց ընտանիքները իմի հետ, իմ ընտանիքի խաղաղությունը, իմ երեխեքի հնազանդությունը, մեր հանդարտ ապրելակերպը, մեր ֆինանսների ապահովվածությունը, ու իմ տեքրների ընտանիքները քանդվել բրծել են արդեն ասում եմ։ Ես այդքան քիչ եմ Հիսուսի նվիրված սենցա, բայց մեր եկեղեցու լավ հավատացյալների վիճակի մեջ են։ Աստված տվող Աստված, հավերժող Աստված։ Եթե մի բան էլ ասում եմ դու, գիտես რა ասում դու։ Ես պետք չի էպի, վնաս կտա։ Դու որ ավելի լավը փոխարինի տա։ Կամ քիչ է։ Եթե քիչ է, Աստված ասում է դու ես քեզ շատը կտա։ Հավատում եք սրան թե չէ։ Ամեն։ Հիմա տեսեք, երեխեքը մեծացան։ Մեկը գնում են զոհաբերության, որտեղից են ուզում գնան զոհանելու։ Կարճապիրացնես, բայց մենք կարող ենք տրամաբանել ասեն, ուրեմն Ադամն ու Եվան խոսացել էին, չէ՞, ասին, որ երեխեքով ցանկություն առաջացավ, Աստծո երեսը փնտրել։ Հիմա գնում են։ Աբել իր զոհն անում, գրված է, որ ընդունեց Աստված։ Ես չգիտեմ, Եղիսեի ժամանակի պես կրակով խփեց, վերցրեց, ընդունեց, թե իջան իրար հետ կերան, որ ընդունեց, ոնց գրած է ընդունեց։ Եվ այն կարգի տեսանելի, որ Կայենը տեսավ, որ Աստված ընդունեց։ Ժողովուրդ, սեղան, ուզում եմ աղոթքի փոխարեն, զոհի փոխարեն դուք սեղանը պատկերացնեք։ Օրինակ հիմա պաստոր Հովհաննես Կանչելանձի իրանց տուն։ Երեք բորե ասում է, արի մի հատ իրար հետ մի կտոր բան ուտենք, նոր գնանք պաշտամունքի։ Մարդկային փոխհարաբերությունների մեջ է սեղան կա։ Գոնե մի հատ կոֆե, առավոտը լավ ասում եմ, մի 20 րոպե գոնե շուտալ մի հատ գոնե կոֆեի սեղան։ Փոխհարաբերությունները ստեղծում են սեղանի շուրջ։ Երբ որ կա իմ կողմից զոհ, շատա թե քիչ է, քիչ արծը սրտանցն է, եւ այդտեղ առաջանում է փոխհարաբերություն, սրտանց փոխհարաբերություն։ Այդտեղ լուծում են շատ հարցեր։ Մեր հայրը գիտեն, չէ՞, սեղանով երեխեքին ինստիտուտ ընդունել։ Ինչ հարցեր են լուծել սեղանով, չէ՞։ Հիմա գնացին զոհ անելու, տեսեք, ընդունեց Աբելի զոհը։ Կայենինը, դե Աբելը տարավ գարներ, ինչ էր, ախտիկ լավ սիրուն են, երևի իր սիրածներից մեկն ինձ որ հավեսը գալիս էր, տարավ տվեց իր Աստծուն։ Նստան լավ, սենց, նստան կերան իրար հետ։ Հիմի Կայենն էլ դե ոչխար բան չուներ, սոխր սպտորեց, ներուկ էր եւ իշեր, ողից մի բան, վերցեց, վերեց դրեց, գրված է որ Աստված չընդունեց։ Հիմի գլուխը կախել է սենց, ներված, ներվայնացած, չի եկել այդ սեղան նստելու։ Հետո տեսեք Աստծո ողորմության չափը էլի։ Ասում է, այ բալան չես գլուխդ կա, երեսդ կախել, որ լավ անեի չի ընդունել, ակնարկ կա մեջ, բացկացկա կա, մենք միշտ փոխվելու հնարավորություն ունենք։ Ամեն։ Մեր ամեն մերժում նա մեզ փոխվելու հնարավորություն է։ Քո մտքից թող չերի Աստված էլի կտա։ Հիմի ինչ պետք է աներ, որ լավը անեիր, բացկացկեն կա։ Լսի, ես տեսա, որ մեկը արեց, ընդունեց, ուրեմն լավ արեց, որ ընդունեց, կարելի է վազել ավելին ասել, Աբել ախպեր, լավ է ատարիս մետնանք ինչն են դզում, որ իմն էլ ընդունի։ Եկեղեցում լինում է, չէ՞, մեկ էլ տեսար ախպերներ, քուրեր կան, որ սեն զոհաբերվում են, էլի, եկեղեցում ծառայություն են անում, ոնց որ պետք նա, տենում ես, էլի, եկեղեցում պարզ երևում է, համ Աստված է ընդունում, համ էլ հովիվն է ընդունում այդ զոհը։ Որ դուց երևում, համ իր կյանքի վրա օրհնություն նկատվում, ամեն սֆերաների վրա, համ էլ հովիվը արդը բաշի թողում, ամեն խոսքի մեջ օրինակ բերի գովա այդ ախպորը կամ այդ քրոջը։ Անմատ է ձեր հովիվը, թե չէ։ Ուրեմն այն մյուսը, որ Կայենի տրամաբանությունն ա վրան, փոխանակ այդ մարդի մոտ ասի, լսի, ոնց որ ես էլ եմ անում, բայց հովիվը չի տենց գովում, էլի, ավելի լավ անկեղծ ըննել, քան թե այդ մարդի տակը քանդել։ Ես ինչ անում, գալիս է ականջից ու բզբզում է։ Այն որ սա գիշեր ցերեկ 2 կոպեկ տալիս է տենց քեզի վազվզում, յանի թե քո ծառան է, ինչ ասում ես անում է, գիտես թե շերտը տենց է, ու հետևից տենց անում։ Փոխանակ ինքը բարձրանա նրա մակարդակին, նրան ասում իմ աշկից գցի։ Ես ուսով եմ որ ձեր եկեղեցում պես մարդիկ չկան, հետի մենակ մեր եկեղեցում են եղել, առաջներում դատավորված։ Եվ գնաց զրուցելու արդյունքով, բայց տվեց սպանեց,
Կռիվը որտեղից առաջացավ, ցանկություն, որ Իրանն էլ ընդունվի։ Տարի առաջ երիտասարդ հովիվ էի Երևանում մեկ քուրերից մեկը մոտիկացավ տեղի հովին, այն ժամանակ հովիվը ասենց իմ տարիքի էր արդեն, հասակ առած մոտիկացավ, ասում եմ, հովի ջան, հետ նկարվենք իրար հետ, ընձինեց զրկի հովիվը ինչ վարմունք ցույց կտա։ Այդ քուրիկը ասել ավելի շատ չհակացեր, քան հակացել էլի, ասենց։ Հա, հիմա մտածեցի, որ նկարվեց, էսի բան անելու էլի, սա։ Հովիվը տենց, ոնց կլինի, ասի տենամ ինչ իմաստություն ցույց կտա հովիվը, ներժի, ախր շատ ես թախանձոտ հայացք ուներ, աչքեր ուներ, ասենց սրտին բան չկար, միգուցե նորել էր էլի, առայժմս տենց էր հագնված։ Նայեցի սեցրեց, նայեց, ասես բալես, որտդ կփակես, կնկարվենք իրար։ Այսինքն նույն ասու պես կային ասում փոխի լավացրամ մի բան։ Մտքիս կա է, չեմ ուզում քեզ մերժեմ, ուզում եմ, բայց դու բան մտի փոխես։ Փարգիսուսին, իրես ինչ եմ օգտագործում, այս միտքը, նա էլի կտա։ Ամեն։ Ես ուրախացում եմ իրան։ Ես ինձ կրվեց երբ կհամ, այն չի կրվում ուրիշի ստանը, բետե ինձ իմը կտա, այն չեմ կրվում իզուր տեղը։ Կրվեց, կայենը, արդյունքում սպանեց իրա հարազատ աղբորը։ Գիտես, որ ամեն կռիվ դու չես ուզում որ սպանես, պրոստը ուզում ես դու քեզի մի հատ լավ բան տանես, դեից ասկսվում։ Այդ բարի բանը խափում է քեզի։ Մարդին չէ ուզում անել, ընդամենը ուզում է իր զորները ընդունի, բայց արդյունքում ինչ ստացավ, սպանեց իր հալալ աղբորը։ Դեից ասկսվում սպանությունները։ Դու Ադամին ու Եվային պատկերացնում եք, մի օր երեխեքը չկան։ Այ կնի, ինչ եղան երեխեքը լելի թանկետերից տենանք, որ ինչ եղան, ոնց եղան։ Երկրորդ օրը գնացին, Կայենը չկա աստանդական թափառական, Աբելին էլ մեռած գտան։ Արդյունքում ինչ ստացվեց։ Մարդիկ հելել էին Աստծուն պաշտելու ու իրար սպանեցին։ Սենց էլ բան լինի։ Աստծու համար ինչ-որ բան ուզենան անեն ու արդյունքում սենց ստացվի։ Այսօր եկեղեցիներում ատես ասում, միած ստից բանից, երկու հոգի խոսքերով նենց են իրար, հետո խումբը առաջանում երկու խումբ, խոսքերով նենց են իրար բսկտում, Ele քեզ ողորմի, դե լավատացյալի քիֆուրն է։ Ու վախեցան, ու նորից Աստծու անունը սկսեցին չկանչել, որովհետև հազիվ համոզվել էին, որ Աստված տվող է, բայց նորից էլի ըստ իրանց գնացել են Աստծու հետ գործունեությունը, Աստված մեկին քշել է, մեկին է սպանել է։ Ըստ այդ մարդկանց տենց է տպավորությունը։ Ադամի ու Եվայի, այսինքն ամբողջ մարդկության։ Հիմա տեսեք, անցնում է որոշ ժամանակ, Ծննդոց 4-րդ գլուխ 25 խոսք, դες քանի տարի անցնում։ Հələ Աստծու անունը չեն կանչում, սեղան չեն գցել, Աստծուն չեն, այդտենց ապրում են առանց Աստծված։ Ադամը դարձյալ իր կինը գիծավ ու Զանիկա որդի ծնեց եւ նրա անունն էլ այս անգամ Սեթ դրեցին, որովհետեւ այս անգամ ասեց թե Աստված ինձ Կայինի վերցած Աբելի տեղը ուրիշ ցերուն տվեց։ Սեթ նշանակա դրված։ Նորից տպավորություն է իրան մոտ, չէ, Աստված որ այն Մարթեի ստացվածի տեղը նորից բան դրեց, չէ, ոնց որ ուզում է փոխվի, չէ, ոնց որ Աստված տվող է։ Բայց Աստծու անունը չեն կանչում, տնօրինները այդքան սպասում են, մինչև Սեթը մեծանում է, ամուսնանում է, երեխան ունի, քանի տարի կհաշվեք մինիմում։ Դրանից հետո Սեթն էլ որդի ծնեց ու նրա շատ էլ այդ երկու տողում կարդում են, կես վայրկյան, կես րոպե է քաշում ժողովուրդ, բայց այդտեղ տասնյակ տարիներ անցավ։ Այդպես չէ, որ ինձ ծնավ հետո լավ դրան ծնեց, ծնավ, մեծացավ, ապրեց, ամուսնացավ, լεπτի մեկը ծնվեր, որ դրան առներ։ Ու անունը Ենոս դրեց։ Այն ժամանակ սկսեցի Տիրոջ անունը կանչել։ Միջև այդ չէի կանչում Տիրոջ անունը։ Ինչի, վախենում էին, որ Աստված վերցնող է, տվող չի։ Հենց կանչում են, երեխեքը մեռնում են։ Ամեն գործ չունեք, նորից էլի այդ հակ հեսա կանչեք, Աստծու անունը կանչեք, նորից գամ տենանք Աբելը մեռած, Կայեններ փախած։ Այսպիսի տպավորություն էր իրենց մոտ։ Մարդկությունը այսպես, վերի վարումներով, մեկ կանչում է, մեկ նեղանում է, մեկ իր բարձունքին է, մեկ չգիտեմ որտեղ է, ու այսպես ապրում էին, մեկ լավ էին Աստծու հետ սեղան սարքելով, մեկ վատ էին։ Մոտիկանում է Իսահակի ժամանակները։ Ուզում եմ տեսնենք Իսահակի ինչ էր անում Իսահակը։ Սա գրված է
26-րդ գլուխ 12-րդ խոսքից։ Իսահակ այն երկրի մեջ ցանեց, ու այդ տարին հարյուրապատիկ արդյունք քաղեց, քանզի Տերը օրհնեց նրան։ Ամեն։ Օրհնեց տվեց։ Սովի ժամանակներ էր ժողովուրդ։ Երկրի մեջ բերք չէին ցանում։ Վախենում էին հողին բան տան, սեղն տան, որովհետև մտածում էին, քանի տարի ցանում են չի լինում, պահենք գոյնը ուտենք։ Իսկ Իսահակը որոշեց, այդ ժամանակներում որոշեց տանի ցանի։ Դուք պատկերացնում եք Իսահակի տան զրույցները, խոսակցությունները, կինը մի կողմից, Դամասկոսի Եղիազար ծառան, դերակացություն մի կողմից, այ տերուտիրական, այ Իսահակամուսին, ես ինչ ես անում, այդ ուր ես այդ հողը, այդ ծորերի թանկ հատիկները լցնում հողի մեջ, չի ծլում, չես տերում, ես կան տալիս սովա։ Ուրեմն ժողովուրդ ասեմ ձեզ, որ Իսահակի պապան Աբրահամը գրված է ամեն բանի կողման է օրհնված, օրերը լեցված խառնվեց իր հայրերին։ Համ Իսահակին այդ ճոխ բաժին թողե ապրելու կյանքի մեջ։ Համ էլ հետո Քետուրայից, որ 5 որդիներ ունեցավ, նրանց էլ ճոխ ստացվածքով Իսահակի մոտից հեռացեց, ասեց գնացեք առանձին տուն տեղ բերեք ձեզի, ես փող կտամ ինչքան պետք է, գնացեք առանձին, բայց Աստված Իսահակի մար բան է խոստել, Իսահակը ստե առանձին պիտի մնա։ Փողի խնդիր չի ունեցել Աբրահամը, ունեցվածքի, ու Իսահակին ճոխ թողել է։ Բայց գիտեք, որ հետո եկավ Սովի ժամանակները, կորավ Աբրահամի թողածը, կերան Աբրահամ վերջացավ, ինչքան էլ որ շատ էր թողել։ Գիտեք կռիվները որտեղից առաջանում, որտեղ մեր մոտ խմորեղենի ցեխի քաղաք է, կանդիծերսկի քաղաք է կոչվում արմավիրը, քուրերը հիմնականում կանդիծերսկի ցեխերում են աշխատում, աղբերները շինարարության մեջ են աշխատում։ Ես միշտ օրինակը եմ վերում, որովհետև այդ կանդիծերսկի ցեխում աշխատելուց մարդը մտածում անչա գնացի աշխատելու, առավոտ 5-ին 6-ին արտանում գնում աշխատելու, որ երեխեքի համար մի բան թողի։ Եվ երբ որ ընդ այդ վագանետիկի կռիվն է լինում, որ տանեն, տնեն, շուտ հանեն, մի 500,000 ռուբլու ավել պատմություն է լինելու, որ մեկի զոր բայց լինում ճղճղան կռվչի, մի 1000 ռուբլի ավել ես աշխատում։ Ու ծախում ես հավատքդ։ Կռվում ես, որպեսզի քո երեխին լավ լինի։ Կռվարարի անուն ես անում, որ երեխիդ լավ լինի։ Բայց ինչ էլ թողենք, Հայաստանում պակաս երկու արգանետներ եք, կողբեքը դրել եք էստե նորից տուն տեղտենում ժողովուրդ։ Են որ պապս տուն ասարք է որս համար, իմացել է թքսի օտանով տեղով ապահովեց, հերս դե չի ապրել, տեղափոխվել է ուրիշ տեղ ապրելու, իմ համար տուն ասարք է, մտածել է, թե ոնց որ պետք է տղին ապահովել է, ես դե չեմ ապրել, դուս եմ եկի, ես էլ տղեկիս համար եմ իմի սարք է, բայց արդեն են տարբերությամբ, որ գիտեմ, որ այդպես չի, որ ես իրանց ամեն ինչով թողել եմ։ Եք, երեխեքը, որ մեծանալու են, այդ ունեցվածքը կպրծնի, ամեն սերունդ, Աբրահամն էլ, Իսահակն էլ, Հակոբն էլ, Աստված հետո զրույցը, Աբրահամը ուրից դուրս եկավ ունեցված տեղից, Աստված հետո առանձին իրան հավատքով օրհնել սովորեցրեց, Իսահակը Աբրահամի ժառանգությունը ստացավ, բայց կորավ հետո Իսահակին սովորեցրեց, ոնց ունենա, Հակոբն էլ մեր բողջը ածով գնաց քեռուտուն, հոր ունեցվածքն դե երում էր ուղղակի։ Ինչ խելքի ես, ինչ մտքի ես, որ կռվում ես այդ 1000 ռուբլու համար, երեխեդ հետի գվայելի թե չէ, պրծնելու է, երեխեդ հետո պիտի կայնի անջարս ես կայնած, ինչ անեմ, ոնց ապրեմ, թողածդ հավատքն ամնալու, փողերդ կպրծնեն, կոշ չեմ անում, որ փող չթողեք, թողեք իշտը, որտև ստացվածքն ժառանգությունը հայրերից է, թողեք, բայց անաս կռվի, անաս ուրիշի զրկելու։ Ամեն, ամեն։ Աստված կտա, քեզ էլ կտա, քո երեխին էլ կտա, քո թորին էլ կտա, իրա սրտի մեջ շատ կա, աղբերը նոր ասում են, ունեցվածքը ինչ կա չկա, ոսկին, արծաթ, իրանն է։ Որ աղբերը ունեց էր քարոզում ասում էր այդքանց հետո տրտում եք, դες պատկերավոր տես ասում, կարողում է ժողովուրդը դրանց են տրտում, որ չգիտեն քանը որտե տեղավորել։ Իսահակի մոտ պրծել էր ու կարիք ուներ ինքը իր կյանքը դասավորելու։ Ինչով? Հորից թողած ժառանգությունով, չէ, հորից թողած հավատքով։ Ասեց, այ Ռեբեկա ջան, այ Եղիազար ջան, ախր դուք որ ասում եք ով է հիմից անում, հիմի ես եմ ձեզի հարց տալիս, ով է իմ նման։ Պապաս, ինձի, են ոնց աղունիկը իր ձագին թրջուն, իր ձագին գտուցով կերակրում, այդտենց կերակրել է Ռեբեկա, Դամասկոսի Եղիազար, ծառաներ, այդտես կերակրել է, այդտես պահել անձի, բայց երբ որ Աստված իրան ասեց Իսահակին հանիմ ձի զոհելու, տարավ, կապեց,
Ընձի վարելու ծախրել մեջքիս էր դրած։ Կապեց, դանակ նանես չեր խնայում, անե դի պապանա, որ դիդես կերակրում էր, թե ես դից փոխվել, ես դի բարապավ, ես ինչ եղա պապան։ Հետա դանակ նանես, տալիս էր, ասված ազիկ պայս, այդ ողայլի։ Սի պապաս, ինձի էտ ասու համար չխնայեց։ Ու երբ որ պապաս ու էտ աստված խոսում էին կայնսրեց, ասեց, էտի երկրի վրեն իմ հաջորդն է։ Էտի ինչ անի ես դրանք պիտի օրհնեմ։ Ում այլ էպես բան ասել։ Հələ ինձ մոտ կասես, ինչի ես կռվում։ Էլու մատես բան ասել, որ դուք իմ թագավորներն ու քահանաներն եք։ Էլու մատես բան ասել։ Քեզի։ Թագավորը գաղ կունենա, թագավորը բաղազանից կունենա, թագավորը ոսկի գաղ կունենա։ Եթե ինքը ասել է, ինքը ապիսպի չի տանել այդ բաներով։ Ամեն։ Քահանային դու պատկերացնում ես իր այդ կռվարար չէ, բարեխոս է։ Մի կռվի, ասված քեզի կողմնա տալու, ճոխը ու ավելի լավն է տալու։ Տերը լսեց իմ աղոթքս, ինձ նեղության մեջ տիրոջը աղաղակեցի, ոչ թե նեղության մեջ սրաններ հետ կռվա, որ մի բան եմ, նեղության մեջ տիրոջը աղաղակեցի, և նա ինձի լսեց, օգնեց, լայն արցակ տեղ հանելով, սենց ասված օգնում, տալով, նա տալով է օգնում, նա տալով է լսում քեզի, նա տվող աստված է, այնքան սիրեց, որ իր միացին որդին տվեց, այս սրանից ավել, նա որ իր միացին որդին չխնայից ու տվեց, մնացած բաները $2 միլիոն ինչ չա որ խնայի քեզի։ Մեզ մեզ տվերի մասին խոսացի, եթե մտածվես քիչ է, մեկ չի դու ավել սրա, հալելույա։ Հարթիրոջ է։ Իսահակը գնաց հավատքի քայլի։ Երբ որ այդ տարի խաղեց, հենեն հարյուրապատիկ, գյուղացիներ կան մեջները ծորեն ցանել վիզեր կան։ Ահա, տեսեք, ես հոկտեմբերանցի եմ, ինչպես որ պաստոր Հովհաննեսն ասեց, գյուղից ինձ որում, եւ մենք հողագործությամբ երբ որ զբաղվում էինք, ցանում էինք մի հեկտարին 180 կիլո ցորեն, ընձում էինք ամենալավագույն դեպքում 3 տոննա։ Եվ երբ որ Սովետը քանդվեց, ամերիկական սորտը եկավ, ցանում էինք նույն այդքան, ստանում էինք 5-ից 6 տոննա։ Դա բում էր մեր համար, հասկանում եք, բայց բազմապատկեք հարյուրապատիկ առա 18 տոննա։ Այտենց բերքատվություն երկրի վրա այսօր գոյություն չունի։ Պլյուս դրան, եթե հաշվի առնենք, որ ցորեն աշխարհով մեկ չկար, սովեր, ու մենակ քո մոտ կա, ցորենի գինը ամեն հատիկը ոսկու հատիկի գին է։ Արդյոք դե ապրեն թե չէ, ոսկի միշտերին ապետ։ Վերենց տամ քեզից ցորեն առնեն։ Եվ գրվում է, որ Իսահակը այն երկրի մեջ ցանեց, հարյուրապատիկ բերք ավեց, մարդը բարձրացավ ու երկալով մեծացավ, որովհետև անասուններ, բաներ, սա փոխեց այդ ցորենով ունեցավ։ Այնպես որ խիստ մեծ եղավ, այսինքն ոչ թե $1 միլիոնատեր դարավ այդ երկրի մեջ, $1 միլիարդատեր դարավ այդ երկրի մեջ։ Ինչի, որտեղ տեղի երկրի թագավորից ավելի հարուստ եղավ, ունեցված ծառաները ավելի շատ եղան։ Թագավորն իր բերելով գալիս ասում է սպարապետի հետ, զինված ուժերի նախարարի հետ գալիս ասում է, մեզնից մեծ եղավ, գնա մեր երկրից։ Ունեցավ ոչխարներ, արժաններ եւ շատ ծառաներ ու փշտացիներ եւ դրան նախանձեցան։ Այ այստեղ։ Մեկ քիչ պիտի խոսամ այս նախանձի մասին։ Բնականաբար մարդը որ մեծացավ, այսքան բան ունեցավ կնախանձել էլի։ Ժողովուրդ նախանձի մասին։ Ես աշխարհիկ ժամանակ էլ մտածել եմ որ ես նախանձ տղա չեմ։ Նախանձը մտածել եմ ես բարոկական, ռզիկի թուլամորթի բան նախանձը։ Ինչի։ Մեկը լավ ավտո առը, նախանձելս ո՞րն է, սրտանց ասած շնորհավոր է, շնորհավոր, բաշարով տղա չես, մի բանարը դու էլ առ, նախանձելս ո՞րն է։ Միշտ մտածել եմ, որ ես նախանձ չեմ։ Եվ երբ որ եկա արդեն ասում, հեմի պիտի մաքրվեմ, էլի, հայերուց եկա ասեցի տեր ջան, քրվող տղա եմ, օգնի ազատվել։ Լավ բան չի որ օգնի ազատվել։ Երբ որ եկա աշկերի ցանկությունից սրբվելու վաղտ ասեցի տեր ջան, դե աշկերի ցանկություններ ունեմ, օգնի սրբել, ուսեն շարունակ, բայց մի օր, որ հանկարծ տեսա ես նախանձ եմ, ես չգիտեի գլուխս ոնց բարձրացնեմ, ասեմ տեր, քեզի բաները, ես էլ եմ ղզիկը, ես ոնց ասում, որ այդ նախանձից, ամոթ է էդի, դե այն որ քերում ես, այս քերում ես, դաստորին եթե մասպես վատ բան է, դեր ջան, օգնի ազատեմ, հիմի նախանձից ոնց ասեմ ազատվի ինձի, հանձի դենքան որ սա ասեցի դե, տանցից ես եմ։ Ես մեր մասին չեմ խոսում, որովհետև շատ արագ հավատացյալ ժողովուրդը այդ գզիկալը որն է, նախանձը միանգամից անում ենք մեր սրտին, ուրախությամբ, ավտո որ առնում եմ թազա, մեկ էլ նոդիկ անում եմ, շնորհավոր, ավելի շուտ ասում է, ահա իրա 10 քանստի ասում է շնորհավոր։ Բամանավանդ որ ասում է մոտորը քանից նոց է, չի ուզում իմանա քանից նոց, ուզում է իմանանց այդքան փող որ դուզ որ բենզին դիլեցեմ քշել։
Չկա ձեր հետ այդպես նախանց բարեկամներ։ Չէ։ Հիմի խոսում եմ նրա մասին, որ դու ես օրհնվում Իսահակի պես քեզի եմ նախանձում։ Ընդ պարզ է, ընձնից է կախված։ Հերս մի հատ լավ խոսքում է, ասում է, «Ամա քովեր են չեմ կարում, հիմրեն հո կարում եմ»։ Ես այս հարցի հիմեջ կարում եմ լուծեմ, որ ես չնախանձեմ, ասով։ Բայց հիմի որ ինձի եմ նախանձում, ես ո՞նց անեմ։ Ինչ ձևի պահեմ ինձի, որ նախանձես պետք է կռվի իմ հետ թե չէ։ Պետք է մի բան անի, որ ինձ կողնա զրկի ինձ։ Ես ո՞նց պահեմ ինձի, որ ես էլ չհայտնվեմ կռիվների մեջ։ Հիշում եք, չէ՞, Ագոբոսի 4-ից 3-ից 3-ն ենք մենք քննարկում։ Որտեղից են կռիվները ձեր մեջ։ Հիմի ուզում ենք այնց անենք, որ այդ կռիվները չլինի մեր մեջ, համ մեր մեջ, համ մեր մեջ։ Ոնց անենք, որ չլինի։ Ուրեմն բոլոր ասպեկտներով նայում ենք, Աստվածաշունչն մեզ օրինակ է։ Իսահակը ինչ անի մարդը չօրհնվի։ Հեսով ասում է, որ իրան չնախանձել։ Ժիգուլի քշեմ ինչա որ չնախանձես ինձի։ Եկա ճամփա եմ եկել ժիգուլով, ես էդի 4 օր գայի մեռնելով։ Ուրեմն Գյումրիում գնացել եմ ողջություն անելու, ժողովուրդ առանց շափազանցության շատ ծայրահեղ վատ ենք ապրում։ Հոկտեմբերանում մեր տունը պամիդորը, խաղողը, մեր քեղենը, պրոստը թափում է, Գյումրիում նոր ամուսնացել ու գնացել եմ, կինս հղի է, ասում է, սիրտս պամիդորը ասում եմ, մարդել պամիդորի փող կտա մեր հողամասում պամիդորը թափած է, բայց փող չունեմ որ արդեն։ Խաղող եմ ուզում ասում եմ, խաղող, մենք խաղ, տոնանելով ուրիշին ենք տալիս, ես տամցե խաղողը փող տամ, ձգնորս եմ, ասում եմ, ձուգ եմ ուզում, ասում եմ, ձուգ ես բռնում, բագաժնիկով բաժանում էի մարդը, չկար, կարավատ չունեին, մեր երեխեքը պոլին, դոշակը կծացին, մեր հետ քնում էին հատակին, 5 տարի, նեղության մեջ, ու իմ ժողովուրդը տենում է, որ ես ոնց եմ տենց օրվա մեջ 5 հատ առավոտի ծիրիգուն այցելություն եմ անում, իրանց հետ ապրում, որտե հասկտային կուտեին, որտե չէ, որտե սա կոֆե էին տալիս, այդ մի թամար քրոջ կնում, թամար քրոջ գոնե կալբասել էր տալիս։ Շնորհքով քտիծակով կնիկ է, վերում դնում էր, յանի հետում արևաներին կանչելու, բայց այդպես որ արագ ուտեն չամաչեսնի մեզի։ 5 տարի հետո պապաս որոշեց հոկտեմբերանում մեր տունը ծախի, գյուղում, քարտեզից դուրս, Թուրքիայի սահմանամերձ գյուղն է։ Այն ժամանակ մեզնից առաջ գյուղում ամենաթանկ տունը, որ ծախել էին $10,000։ Պապաս ծախեց $25,000։ Բերեցին Հանրապետության երկրորդ քաղաքում $13,000 երկու արկանի տուն առան։ Տակը փող մնաց, կառավարան։ Դվասկի մեքենա առան, դո չգիտեմ, սենց առան, դո եկեղեցում, ես իմ 10-րդ ներարեցի, զոհաբերությունացի, եկեղեցում գազ չունեին, տարա գազ, որ ասեմ մենակ կերա չէ, տարա եկեղեցում էր, սենց ծախսեցի, արեցի։ Ինձ թվում էր իմ ժողովուրդը, հեսա ասի, վաո, 5 տարի մեր հովիվ անձնվեր սենց ծարայեց, ու հեսա երդներին է, մեզ էլ է գալիս այդպես, մենք էլ ենք այդպես իր այդելից էթում ծարով, քաջալերվի էլի, մանավա ձեր բողով չեմ առել, երես այգա տունը ծախե, վերևի հոր օրնությամբ սենց տարբերություն ա տվել։ Քեզի չեմ զրկել, հասված էր աշկար է, ինչ որ 5 տարի քարոզել է, քո աշկով տենում ես, եղավ։ Իրան մեջ խոսում են, կեսը լավն էին, կեսը բախը։ Մենք փողերը զոհաբերեցինք, Ժան Լուբովսկի մեքենա որ լսեցի, այդ Լուբովսկի մեքենայի մեջ շոր քիծել չեր ելնում։ Մենք խալաձենիք չունեինք, կարավատ չունենք, որ մնաց խալաձենիք, մեր խալաձենիքը խանութներ, տենքան էինք բերում, որ կարանք այդ օրը ուտենք, դա պետել հազիվ էինք բերում։ Հիմի խալաձենիքի դրած աշկից 4 տախտակ ա թվում։ Քիչ ամենում աղոթեմ ասեմ Աստված ջան, էսի դեկա, თუ էդի միամի ժողովուրդը հետ կան նորից էլի։ Նախանձից տրոքում են օրը։ Հես ինչ բան էր։ Դեր մասին չեմ խոսում, ես խոսում եմ նրա մասին, որ դու օրհնվում ես, ոնց անես, ես իմ օրինակներն եմ պատմում, Իսահակի օրինակներ, ոնց անես։ Գիտես, որ քեզ նախանձեն ինչ են անելու, ջրորները լցնելու են, հակելու են։ Հին արևելքում, հին ժամանակներում, գոյատևման միջոցը, բարգավաճման միջոցը դա ջուրն էր, ջրհորն էր։ Նկատեք, որ այսօր ջուր ստանալու համար սարքեր կա, պահում 40 մետր, 4 մետր, 5 մետր, չես չարչարվում փորելու։ Միանգամից փորում ես, դե ջուրը հանում ես։ Այն օրերում նագադած։ Պետք է փորեին։ Եվ բոլոր փոխեշտացիները փորում էին, ու չէին կարող ջուր գտնեն, որ գտնում էին տոնախմբությունները, դե միացելի քաղաք էին սարքում այդ ջրորի մոտ։
Հիմի այս տրաժենի Աբրահամն Իսակն որտեղ խփում են քիչ ջուր արելու։ Որտեղ Աստված իրանց հետ է, այդ մինիսկ ածելը իրանց մեջ դրած է։ Պիկ ստե ջուր կա, խփի։ Իսակը խփում էր, կիսելում էր։ Դες ինչ էին անում, գալիս կռվում էին այդ ջրորների համար։ Աբիմելիքը ասավ Իսակին, գնա մեր քովից, քանի որ մեզնից ավելի շատ զորավոր եղար։ Ախպեր, եթե դու քո բերնով ասում ես, որ ես զորավոր եմ, հնում ես թագավոր, ինչ անես։ Գայից իջի հերթի իմնա, ես թագավոր եմ։ Ուներ այլն դրանք Իսակին թե չէ, զորքը շատ, փողը շատ, եթե զորքի պետք էր, սովա ժողովուրդ, սովի տարիներ, մի քիչ փողը լիքը ուներ, մի քիչ փողով առնում էր, 1 կիլո ցորեր էր բաժնում էր, այդ թագավորի զորքից էր նվան կանցնեն իր կողմը։ Ով չգիտի, որ կարելի է այդպես սիրուն հեղափոխություն կազմակերպել։ Բայց Իսակը խոստումունք չուներ այդ երկրում թագավոր լինելու, ինքը իր հորից ուրիշ խոստումունք ուներ։ Եվ գնում են այդ խոստումունքի հետևից։ Ախպերը ասես մեզի, տոննաներով ոսկի բեր, կամելով, նախանձելով, իրար սպանելով, սա ձեռից արելով էր հայտը դարսի, այս են տգլոր ծմել ես, տգլորը քեզ տանել է թաղել։ Ինչ արեց Իսահակը, ասեց Աստվածանցի բան է խոսք տվել։ Ոչ հեղափոխություն, ոչ որից մի բան, ոչ կռիվ, երբ որ քեզի նախանձում են, լսի, դու աղբյուրը արդեն գտել ես։ Ով քեզի աղբյուր տվել է, էլի կտա։ Ամեն։ Կարոս վերագրի ոնց է։ Աստված էլի կտա։ Իսահակն ասեց գնացին։ Պատկերացնում եմ ծառաների բողոքի հիմի։ Ուր հազիվ են ջուր գտե, հազիվ չեն գտե, սիրուն տղա։ Աստված էլի կտա։ Հեսա տեսեմ, ուստեղ որ խփես էլի ջուր է դուրս գալու։ Ինչքանով ես համոզված։ Այ տղա։ Հեսա խփես դու գամոզես։ Գնացին, նորից փորեցին, եկան դրա համար էր տղվելու։ Դե վերջ էլի, երիք եղավ, բոլեղ ավելի, չէ, ասեց էդ էլ տվեք։ Նոր կտակարանա խոսքեր, ասեց, որ բաճկոնը ուզում են, շապիկը տել դուր։ Արա դե դուր էլի, ասուտ չեն ուզում, շորա ուզում են դուր թոյեթա էլի։ Գիտես երբ են ասուտ ձերսը տանելու, երբ որ խելքին ընգնես կռվես, հենց խելքին ընգար, կռվար զատանային նպատակը էսի է, որ քեզնից էլ կռվը չի սարքի, ասուտ հեռու մի մարդ։ Հենց որ շապիկը չտվեցի, բաճկոնը չտվի, ասուտ է ստալու։ Հետո դարձած նրբություն կար, ասում էին, ինչի ես տալիս, ասում են, լսի, Աստված իմ պապային ասեց, Ծննդոց 12-րդ գլուխ, ես քեզի կօրհնեմ, իսս ջրորներ, հա կտամ։ Հավատացյալները մենակ այս խոսքի վրա կանգնում են շատերը, քեզի կօրհնեմ։ Իսկ դուք նկատել եք, որ հետևը մենք Աբրահամի օրհնություններով ենք օրհնվում Հիսուս Քրիստոսի միջոցով, ուրիշ թազա օրհնություն չկա։ Ինչ որ Աստված Աբրահամին խոսքատր է, եկա մեր վրա գալիս։ Ուղղակի դրան մենակ եվրեներն էին արժանի, հիմա Հիսուս եկավ, մոստիկը սարքեց, մենք էլ ենք արժանի։ Այդ նույն Աբրահամի խոստումների։ Ինչ է ստացվում, ասեց, քեզի կօրհնեմ, քո միջոցով ուրիշներին էլ կօրհնեմ։ Հավատացյալներ, այսի բաներ կա, որ գալիս է մեր մոտ, Էդի մերը չի, ուղղակի չերես մեզի է գալիս, գիտեք ինչի, դեպ Աբրահամի սերունդը մենք ենք, ուրիշները չեն, այս բառ օգտագործում, չեն բաշարում օրհնվել, չգիտեն Աստված որտե է, չեն ճանաչում, արա դու թող ինքներ օրհնվի, էլի, խոստմունքի մի մաս է, քո միջոցով կօրհնեմ, դու քեզի Աստված ավելի լավը կտա, համաձայնում ես իմ հետ, թե ոնց որ ստեղ, չտաս զորով կռվելով կտանեն ձեռից, դաբրալոլնի տուր, որ Աստված շատ ասած հետ վերադարձի քեզ։ Ես ենել եմ ապրել, Հետ աղբեր ունեին, գրոպեր մեկ գար պարտքով փող ուզելու։ Պարտքով փող կուզեր, ես կտայի, սենց հավաքեց, դե ախր իմ մոտ էլ մտքիս մեջ կա, թղթի վրա գրած է, ես ում եմ պարտ, ով անձի պարտ, նայում եմ, եկա էլ այդպես հավաքվել այն ժամանակներում Գյումրիում։ Հանկա ձեռներն էլ որ փող է գալիս ախր, չեն ուզում այդ պարտ կտան։ Մի անգամ ստիպված եղա պարտքով փող ուզելու իրանցից, ասեցի, իրանք ինձ 200 քանի հազար դրամ էին պարտ։ Ես իրանցից խնդրում եմ ասում եմ, լսեք, 10,000 դրամ պարտքով փող է պետք, էլի, մի 5 օրից կտամ։ Չեմ ասում իմ 200,000-ից տվեք, իրանցից եմ պարտքով ուզում, մեկ էլ ասեցի, եթե 3 օրից կտաս կարամ տամ, եթե չէ։ Եթե վաբշե կատաղացրեց ինձի, սենց ուզում էի ասեմ, մեկ էլ ասեցի գանի, հանգստացի։ Ես ինձի հանգստացրեցի, որ չկռվեմ։ Գնացի եկա, աղոթեցի, ասեցի Աստվածաշան ջղայնացած եմ, մեր բանարայի ջղայնությունս ես ու դու իմանանք, վաղ չիմանանք, ոնց անենք էսի, Աստված խոսած սրտիս տակ, գիտես ինչ ասեց, ինչ ասել լավա, ների հետ պարտ, Գոյն ասել կեսների, ասային կեսը գոյն է այսօր երկուս բերեք տվեք, դու էլ նրանց գանից ես չեմ հասկանում, ով ծուրը դու դրանց գանից ես,
Ինչ է կարծում եմ համից համաձայնվեցի, մտածեցի ես երևի Աստված չէր։ Էլի մեր ուժան էլ աղոթեցի, գնացի եկա, տեսա չէ չի փոխում իր որոշումը, հստակ էդի ա դրած։ Զանգեցի, այդ ամոնիսի տակ մի քանի հոգի են կան։ Դրանց է զանգեցի, ասեցի այդ ինչ-որ պարտքի կնձի, ես օրհնում եմ ձեզի։ Մարդիկ եղան սրտանց ասեցի շնորհակալ, եղավ ասեցի։ Դատելը տեի ուզում արդեն փոշմանը, տեսար Աստված, որ արժանի չէին, լսի, բայց Աստված իմ համար բան էր պատրաստել։ Ամիս 2 չէր անցել, ինչ է կարծում, 10 պատիկ այդքան օբշին պարտացուցակավորնձի պարտքեին, ներեցի, 10 պատիկ առանձին պատմությունը, 10 պատիկ, Աստված ուղղակի ոչ մի տեղից, չսպասված տեղից, որտեղ սպասում էի դրան փակեց, չսպասված տեղից բացեց, անձի օրվեց։ Այդ փորձառությունը հետո տարիների ընթացքում հավատացյալ եղած ժամանակ առ ժամանակ անում եմ այդպես։ Ամոնիստ անում եմ այդպես։ Խնդում ես, բայց այդպես եղել է եկեղեցուն, եկած է ով իքան այդ ամոնիստի տարին եփ ամեկ շպարկով փոխտաս մեր։ Իսահակ նորից փորեց, ես համայրա վերջացնում եմ։ Համբերում եք թե չէ, ամենահամբեղ թիք են անանացել ժողովուրդ, այսօր սա լսացել եք, իդի բերում է սրան, էլի։ Իսահակը նորից փորեց այն ջրորները, որոնք իր հորը Աբրահամին օրերը փորվել էին, բայց Աբրահամին մեռնելուց հետո փղշտացիները գոցել էին եւ իր հորը դրած անուններով պես անուններ դրեց։ Իսահակի ծառաները այն ձորին մեջ փորեցին ու հոն վազուն ջուրի հոր գտան։ Եվ Գերարայի հովիվները Իսահակին հովիվները կկրվեին, ասելով ջուրը մերն է։ Նրա համար այն ջրորին անունը էսեք դրա։ Արա բանից պարզվում մենակ երեխեքին անուն չեն դնում, ջրորներին են անուն դնում։ Էլի էս տրամադրության։ Էսեք գիտեք ինչ նշանակում։ Կռիվ։ Այսինքն Աստված քեզ օրհնում է, եւ այդ օրհնության համար գալիս են կռվելու։ Թողեց այդ ջրորը, որ կռիվա, թողում եմ։ Ավելի լավ է ես մի պատար հաց խաղաղության հացս ուտեմ, քան թե մի լիքը դու զոր կռվով ու թավով։ Ու ինչ եղավ։ Եվ գերը քանզի դրա համար կրվեցան, ուրիշ օր կորեցին։ Այս տղեկը մենակ դրանով էին զբաղված, օրհնություն էին բիվատանում։ Իրանք ներքևից էին փորում, մենք վերև ենք փորում, դա մեր տարբերությունը։ Եվ ուրիշ օր փորեցին, նրա համար էլ կրվեցան։ Այս անգամ կռիվը շատ սաստիկ էր, նրա անունը Սիդնա դրավ։ Կռիվը ասավ թշնամության աստիճանի։ Որտեղից են կռիվները մեր մեջ, ցանկության պատճառով, նրանք էլ են ցանկանում ջուր ունենան։ Ինչ անեն այդ մարդիկ, իրանք չեն բաժանում։ Արա որտեղ խփում եք ջուրա դուրս գալ, ինչ անեն։ Ուրախացի որ քո ինչ որ ձեռքբերման համար կռվում են։ Ժամանակ դու հաջողակ մեկն ես։ Եթե դու հաջողակ ես, լսի բացի քեզնից աղտեսել են որ դու հաջողակ ես։ Մարդը տեսա որ դու հաջողակ ես կռվում ակը, դու ինքը քեզ ազդակ է տալիս որ դու հաջողակ մեկն ես։ Թող գնա թազա պրակտիկա, մենակ ֆինանսականի մասին չի խոսքը։ Նրանից հետո չվեց եւ ուրիշ օր փորեց, որի համար չկրվեցան։ Տեսեք Իսահակի ուշադրությունը որտեղ է։ Նա ջրորի ջուր գցելուն չէր նայում։ Նա ստեղծված օրհնության պատճառով նա օրհնությանը չէր նայում։ Նա եկած օրհնության պատճառով ստեղծված մթնոլորտին էր նայում, իրավիճակին էր նայում։ Արդյոք սա իր բաժինն է թե չէ։ Արդյոք դու գիտես որ Աստծո ստացվածքների տնտեսն ես, ոչ թե ունեցվածքի տերն ես դու։ Ինչ անենք որ Աստված իր ունեցվածքը որոշ մի մաս քո գրպանում է պահում։ Նշանակում է պիտի դու յուրացնես։ Չէր կարա օրինակի համար Հայաստանից եմ օրինակի համար գալիս Հովիկի բարեկամներից մեկը $1000 տար բերեի իմանալ որ Վոլգոգրադ եմ գալիս տար որ բերեի տայի Հովոյին ինչ նշանակում է որ էդի 3 օր իմ գրպանում էր արդեն իմնա էդի ես մարդինն էր ես պրոստը արտոնություն ունեցա 3 օր ֆինանսեր եմ գրպանում պահելու այնպես էլ Աստված օրհնություններ է տալիս մեր մոտ դա ուրիշների համար է քանի կռվում են դա ազդակ է որ իրանցն է դուր իրանց Շատ բարդ բան եմ խոսում աշկից, որովհետև ուրախ լավ ժողովուրդ եք, բայց հիմի ջողում եմ, որ տալում ասում Հլնձի սիրում եք, թե չէ։ Հալա չաստրած սիրել, արդեն տրամադրում եմ իմ դեմ, հալելույա, ինչ անեմ, պարտիրոչը։ Երբ որ ջոգես դրա համար չեն կրվում, նրա անունը ռոբովտ դրեց, ռոբովտ նշանակում է ընդարձակություն։ Գիտեք ինչի դրեց ընդարձակություն, տեսեք հայտնությունը, ինչ ասեց, քանզի հիմա Տերը մեզ ընդարձակեց ու երկրի մեջ բտղաբեր կդիլնենք։ Գալու է ժամանակ, որ էլ չեն կրվելու, քո ժամանակը, որ էլ քո հետ չեն կրվելու, այդ ժամանակի մեջ Աստված քեզ քո համար տալու։ Աստված ինքն է այդ մթնոլորտը ստեղծելու։ Հալելույա։ Գիտեք, մեր հայերը մի հատ ասացվածք ունեն։ Ասում են, «Էշ մի սատկի միջև գարուն գա»։
Գիտեք այդ ասացվածքը թե չէ։ Էշին որ համոզում են, ասում են, հեսա գարուն է գալիս, մի սատկի, կանաչ ֆոտո հեսա բուսում կեր չունեն որ տան, դե ոչ սատկի պիտի մի բան ուտի թե չէ։ Դրա համար որ ասում ենք հետո լավ է լինելու քեզ, այս մի սատկի միշտ գարուն գա, հա։ Սենց չի։ Աստված մեզ խոսք է տվել։ Քո երիտասարդությունը արծվի պես պիտի նորոգեն։ Այսինքն եթե 10 տարի, 20 տարի նույնիսկ քո հետ կռվեն, հա դու ձեռք բերես, հա քո ձեռից տանեն, Աստված քո եմ բիզնալու ժամանակ թոզը ջայնություն է տալու քեզ, սա բիզնալու դու ջայն այլելես։ Թա արդեն սենց էր անզիմանին գալիս, դու թազա բացվել է երկրորդ տիղայնա, ապրում ես արդեն։ Այդ մտքով, այդ իմաստուն մտքով դու պատկերացնում ես, ջայլվաղ չես ջոգումոց ապրես, մեկ շմեծելում ես, նոր ես ջոգումոց ապրես, դու պատկերացնում ես այդ աստվածային օրհնության, ընդարձակության պայմաններում, ապրում ես որել դուսուս։ Նրանից հետո Բերսաբե ելավ, այստեղ, տեսեք Իսահակի այդ գործելակերպը, այն գիշերը Տերը երևցավ նրան։ Միջև այդ բնոր էր Տերը չեր երևում։ Այսինքն ոնց չէր երևում, բայց ջրորնով էր տալիս։ Այն երևույթ ջրոր էր բացում, նա չէր երևում բացարձակ այսպես տեսանելի, բայց նա Տերը իր հետ է, որ ինքը ջրոր է փորում։ Հիմա այս անգամ Աստված սենց անտեսանելի ձևի հսկում է, նա մեզ որ բան է տալիս, քննություն պիտի վերցնի։ Հերվանց տենալը դու ինչքանով ես դրա հետ կապնվում։ Կապնվում ես, թե ասում ես, ով որ ինձի տվել է, ես իր հետ կապնված կմնամ։ Հեսի կարող է եկուց եթե ինչ-որ տվել անձի, բայց տվողը հավիտենական է։ Նա էլի կտա։ Ջրորները տվեց կորավ, բայց նա կա։ Հիմի տես Աստված քննություն վերցնելուց հետո մի քանի ջրոր քննություն տվեց Իսահակը։ Հիմա Աստված երևցավ ու ասեց. Ես քո հորդ Աբրահամին Աստվածն եմ, չվախենաս։ Չվախենաս քեզ ասեմ, սա կովրել արտանեն դու չվախենաս։ Քեզ եմ ասում, մի վախեցի, ինքը քո հոր Աստվածն է ու քո Աստվածն է։ Ամեն։ Մի վախնար, քանի որ ես քեզի հետ եմ, եւ իմ ծառային Աբրահամին համար քեզի պիտի օրհնեմ ու քո սերունդը պիտի շատացնեմ։ Սա ինչ է նշանակում։ Դու ջրոր հայր կունենաս։ Եվ երբ որ մարդը բանի կարիք ունի, երեխին ինստիտուտ ընդունելի կարիք, չգիտեմ, բանակից ազատել ու սեղան է գցում, սա այլ բանի մասին է խոսում։ Կարիք կա, սեղան է գցում։ Բայց որ արդեն այդ բաները ունի ու սեղան է գցում, սա նշանակում է սրտում այդ մարդին հարգում է, փափագում է, որ գա մի կտոր հաց ուտել, հաղորդակցություն։ Երբ որ Իսահակը սեղաներ սարքում, որ Աստված ջրոր տա, սա այլ բան է, բայց որ հիմա ռոբովտը տվել է, ընդարձակությունը կա, գիշերել եք երևացի, ասա չվախենաս դու խտեղ ես քո հետ եմ, ու սրանից հետո էլ է սեղան գցում, սա խոսում է Իսահակի սրտի արդեն միայն Աստծով ապրելու մասին։ Ամեն։ Այն որ մենք գալիս ենք այստեղ զոհաբերություն անելու տան, որտեղ ֆինանսական լսել ենք դեր քարոզելա, դու ուտելի պարտքերի մեջ եք, տեստեր հավատքով տալիս են ինձիտուր, լավ է, սա աշխատող բան է, բայց որ դու պարտքերից էլ ես պրզում, դրա կարիքը չկա ու շարունակում ես տեն, նորից բերում եմ այդ սեղանին իմ զոհը բերում եմ, ասված, որտեղ ես քեզի սիրում եմ, էլ ինձի բանի կարիք չկա, տունն օրհնել ես, ավտոն օրհնել ես, երեխեքս տրավորված են, ամեն ինչ կա, բայց ես էլի բերել եմ սեղան դնեմ, իրար հետ նստենք հաց ունեն, սա խոսում է արդեն քո կատարելապես աստվածպաշտության մեջ վարժվածության մասին է խոսում ամեն սա։ Եվ Իսահակը հասավ այդ աստիճանի, եւ մենք էլ պիտի Քրիստոսի նման հասակին հասնենք։ Ու տեսեք, Իսահակը հոն սեղան շինեց ու Տերոջը անունը կանչեց։ Այս էլ գիծանունթատ ես տարա քարոզի մեջ։ Տերոջ անունը կանչել, որովհետեւ Տերը տվող է։ Նայեք։ Եվ տես, այ այստեղ էս էլ Աստծո ժեստ է, էլի։ Աստծոս քայլը նորից էլի հիասթում անձ, ես չեմ դադարում նորից նրանով հիանալուց։ Եվ Տերոջ անունը կանչեց ու իր վրան այնտեղ բացեց։ Իր ծառաները հոնավոր կորեցին։ Դա բավական չի, էլ քեզի պետք չի, բայց նորից էլի տվեց։ Էլ դրա կարիքը թվում էր թե չունեի, բայց Աստված էլի տվեց։ Աստված էլի տվա։ Ամեն։